որ փաստացի ասում է եւ ընդդիմությունը եւ եկեղեցին շարունակ ընդդեմ խաղաղության հայտարարություններ են անում։ Նախ այդ Փաշինյանի ելույթը ինչպես է գնահատում, արդյոք Հայաստանի ղեկավարը իրավունք ունի գնալ եւ եվրոպական հարթակներից բողոքել իր ընդդիմությունից եւ եկեղեցուց։ Գիտեք, այսպես ասեմ, մենք հիմա այստեղ ենք նաեւ հանուն այդ ուժեղ խաղաղության, որ բոլորս ուզում ենք եւ ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, իր դեպքում դա նորմալ է, մենք բարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է վարչապետը հարձակվում տարբեր հարթակներում եկեղեցու վրա, ընդդիմադիր ուժերի նկատմամբ ոչխարիր հայտարարություններ անում։ Մենք արդեն նշել ենք, որ մեր պայքարը մենք շարունակում ենք եւ հունիսի 7-ին ուժեղ Հայաստանը անպայման հաղթելու է եւ մենք ունենալու ենք ուժեղ խաղաղություն, իսկ ուժեղ խաղաղությունը դա մնայուն երկարաժամկետ խաղաղությունն է։ Այս խաղաղությունը, որը որ ներկայացվում է գործող իշխանությունների կողմից, դա ոնց ասեմ, խրուն եւ թույլ խաղաղություն է, ոչնչով չերաշխավորված։ Այսօրվա բոլոր պայմանավորվածությունները, որոնք որ կան մեր հարևան պետությունների հետ, խոսքը Ադրբեջանի մասին է, ոչինչով երաշխավորված չեն։ Դուք ինչպես եք երաշխավորել։ Մենք նշել ենք, որ երկրուես աշխարհական իրավիճակը։ Մենք նշել ենք, ինչքանով են աշխարհում։ Մենք նշել ենք, որ այդ կապակցությամբ նշել ենք, որ մեկ երաշխավորող ունենալը բավարար չէ, պետք է մեկից ավելի երաշխավորողներ, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում եւ շատ հաճախ կարող է լինել դեպք, որ այդ մեկ երաշխավորողը չկարողանա այդ մեկ երաշխավորողի գործոնը չաշխատի։ Մեզ պետք են մեկից ավելի երաշխավորողներ, այլ ոչ թե վկաներ։ Իհարկե լավ է, որ այսօրվա խաղաղության գործընթացում ներգրաված ունենք վկայի կարգավիճակով խոսքը տրիպի մասին է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց մենք կողմնակից ենք նրանք, որ պետք է խորացվի, պետք է witness հասկացությունից մենք գանք երաշխավորող հասկացության։ Շնորհակալ